Բարեկամներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել խաղային օրվան եւ մինչեւ 12 տարեկանների վերջին խումբն է պայքարի մեջ մտնում Ավան Մալաթիա Սեբաստիա դիմակայությամբ էլ սկսում ենք։ Ավանն է առաջին գրոհը ձեռնարկելու կապույտ տարբերակի ժիլետներով կամ ձախ անկյունում մեզանից ձախ հենց Ավանի թիմն է։ Հաճում Մալաթիա Սեբաստիան տեսնենք այս դիմակայությունը արդեն ինչպես կստացվի, դարպասացողի դիպչեց գնդակը եւ ազատ հարված կլինի Տուգանային, այո, երկու ոտքով Ավանի պաշտպանը շրջանակի մեջ էր Տուգանային հրապարակում եւ պետք է ուշադիր լինել, այո, դա արված է, որպեսզի բնականաբար գոլեր մենք տեսնենք, հակառակ դեպքում ուղղակի առանց գոլերի կմնայինք, մեկ ֆուտբոլիստ կմնար շրջանակի մեջ եւ խնդրեմ, ինչպես էին այդ դարպասը գրավելու Եվ 61-0 Մալաթիա Սեբաստիան առաջ է անցնում հաշվի մեջ, պրեսինգ են գնում, ստիպում են մրցակցին մտնել Տուգանային հրապարակ շրջանակի մեջ լինել եւ հաստատվում են իրենց հնարավորությունը բնականաբար։ Առարկեց գնդակը։ Ավանը բայց կորցրեցին եւ Մալաթիա Սեբաստիայի փորձն էր սա։ Չի ստացվում ամեն դեպքում, շատ լավ փոխանցում տեսանք եւ հարվածի խոց դուրս է գալիս գնդակը։ Հրապարակից երկու մրցակցի իր վրա հրավիրեց Ավանի ֆուտբոլիստը եւ կատարեց փոխանցում արված ենք տեսնում, շատ գեղեցիկ գոլ 2-0 Մալաթիա Սեբաստիան կրկնապատկում է իր առավելությունը։ Հիանալի մեկնարկ է ապահովում Մալաթիա Սեբաստիան Վաստակեցին, Տուգանային գրավեցին դարպասը, հիմա 2-0 արդեն շատ լավ, իսկապես մեկնարկ է ու հիմա պետք է փորձել շտկել իրավիճակը, ամեն դեպքում դեռ մեկ հնարավորություն է լինելու է պարտվող թիմին։ Սանրադարձ արված ենք տեսնում, գրեթե մոտ էին երրորդ գոլին, Մալաթիա Սեբաստիան իսկապես ակտիվ ու կարելի է ասել կրակոտ մեկնարկ է ապահովել, Ավան առայժմ շատ է պաշտպանվում, շատ լավն էր այս մոտեցումը, բայց սխալ ուղղությամբ պարզապես գնաց գնդակը։ Մրցավարը փորձում է շատ ուշադիր լինել, կոկիկությանը, այսպիսի մանր հարցերին եւս շատ կարևոր է ուշադիր լինել իհարկե։ Թեպետ բայց այս գրոհից հետո այո 3-0 Մալաթիա Սեբաստիան եւս մեկ գնդակ է խփում։ Մեծացնում են իրենց առավելությունը։ Այստեղ հարակից տարածքից վերադարձին Մալաթիա Սեբաստիայի ֆուտբոլիստի խաղակոշիկը։ Պահարկում է գնդակը։ Ավանը փորձում են գնալ առաջ, բայց գնդակի կորուստ եղավ։ Լավ տպավորություն է թողնում Մալաթիա Սեբաստիան։ Կարելի արդեն որոշակի ֆավորիտների առանձնացնել, արված ենք տեսնում, Ավանը կրճատում է տարբերությունը, 3-1 է դառնում հաշիվը եւ արված հիմա կտրուկ կարող էր մեկ գնդակի տարբերություն հասնել, բայց սա նաեւ հարաբերական է եւ դու այստեղ շատ գեղեցիկ արված ենք տեսնում, 3-2 կտրուկ խաղ է վերադառնում Մալաթիա Սեբաստիա թիմը, Ավանը ներողություն, Մալաթիա Սեբաստիան բաց է թողնում երկու գնդակ, ընդ որում շատ արագ կարճ ժամանակահատվածում։ Եվ տեսնենք այս խաղարկումը, ինչպես կստացվի։ Ձախ եզրում է գնդակը անդրադարձ, փակվեց եւ հարված ենք տեսնում, փակվում է առաջին հարվածի ճանապարհը, գեղեցիկ անցման փորձեր, բայց գնդակը դուրս է գալիս խաղահրապարակի սահմաններից, խաղարկում է Ավանը գնդակը եւ կփորձեն գնալ առաջ։ Աչի եզրում է գնդակը եւ հարված դարպասից կլինի։ Դեպի կենտրոն փոխանցում լավ անցում էր այստեղ ու ստացվում է պայել գնդակը նորից է ստացվում պայել ոչ եթե եզրային գծից չէ ապա դիմային գծից հաստատ դուրս եկավ գնդակը մեծ հաշվով ճիշտ է մրցավարը եզրային գծի համար նշանակեց այս ազատ հարվածը բայց ամեն դեպքում մեծ տարբերություն որպես այդպեսին չկա անդրադարձ եղավ գնդակը Մալաթիա Սեբաստիայի մոտ է աչ եզրում արված շատ լավ որոշում էր այո հոյակապ որոշում է այստեղ կատարում Մալաթիա Սեբաստիայի ֆուտբոլիստը եւ 4-2 դարձնում տարբերությունը հաշվի հետևեց արված բայց շեղ է ստացվում այս փորձը դիֆենդը վերջինն է բարեկամներ միջև 12 տարեկանների
Այստեղ որոշակի պատկեր կա վերջնականացնելու կապված A խմբի հետ, որտեղ բոլորը հաղթել են կարելի ասել եւ մեկական հաղթանակի մասին է խոսքը, ու այնտեղ գոլերի տարբերությունն է նաեւ նույնը, այդպես չեն կարող որևէ մեկին առավելություն տալ, հավանաբար ոսկե գոլի կանոնով կշարժվենք առաջ, առանձին մեկ խաղ այսպես ասած կազմակերպի ոսկե գոլի մասին չխոսեցի, play-off-ին եմ թողել դա, բայց կարծես թե մինչև play-off առիթ կլինի հետևելու այդ ամենին։ Ոչ ոքիների ժամանակ։ Գնդակի կորուստ Մանացիա Սեբաստիան է գնում առաջ, միանգամից հարվածի որոշում։ Այնտեղ կարող են 2-1-ի դուրս գալ եւ հանգիստ գոլ խփել, բայց հարվածի որոշումը արագ կայացվեց եւ եզրից ազատ հարված է խաղարկում։ Հավանը փորձում են դիմակայությունը փրկել, հերվից հարված շատ լավ սահանքում էր ձախ եզրից կխաղարկի գնդակը։ Մալացիա Սեբաստիա թիմը Թայի փոխանցում շատ գեղեցիկ խաղարկում էր եւ եւս մեկ գնդակ ու սա արդեն կարելի ասել հաղթական առավելություն է 5-2 արշիվ եւ դուրս է գալիս դիմային գծից գնդակ աչի եզրից անկյունային ոչ այստեղ։ Ուգանային է մրցավարը նշանակում Ավանի օգտին Աղարկվեց գնդակը, շատ լավ հարված էր, եվս մեկ փորձ ու գնդակը հայտնվեց դարպասում այստեղ Ավանը գոլ խփում է ամեն դեպքում եւ վերադառնում են խաղ իրականում Մալացիա Սեբաստիան հակագրում է հերվից հարվածի փորձ ստացվեց այստեղ Սպայել են գնդակը Ավանի ֆուտբոլիստներն իրենց մոտ ձախ եզրում Պրեսինգ է գնացել Մալացիա Սեբաստիան եւ խլում է գնդակը մրցակցից, հարված փակվեց ամեն դեպքում։ Այս հարվածի ճանապարհը ձախ եզրից անկյունայինի փորձ կհետևի, օթային փոխանցում, մեկ անգամ այս տարբերակով գոլ եղել էր, բայց այստեղ առասարակ հարվածը չի կայանում, իհարկե։ Լավ խաղարկում էր եզրից փոխանցում հետևեց։ Եվ վերջ բարեկամներ, շնորհավորում ենք Մալացիա Սեբաստիային կարողացան հաղթել